շարունակենք Python-ի խնդիրների դիտարկումը, հիմա դիտարկենք հետևյալ խնդիրը։ Ուրեմն խնդիրն ասում է հետևյալը. ունենք ինչ-որ տող բաղկացած է սիմվոլ, թիվ հետևյալ դասավորությունից ամեն մեկը ստորակետով բաժանված։ Այստեղ օրինակը ներկայացված է։ Այստեղ։ Հիմա ինչա պահանջում անը։ Պետք է սրանից ստանալ dictionary հետևյալ կերպ։ Ուրեմն սիմվոլը լինում է իր բանալին, իսկ թիվը արժեքը, բայց հնարավոր է որ այս զույգը նո սիմվոլ ինչ որ այլ թվով կրկնվի։ Օրինակ, տեսեք, ունենք B8, այստեղ էլ ունենք B3։ Ապա այդ դեպքում պետքա այդ B-ի թվերը, այդ արժեքները թվային գումարի իրար, այսինքն ձևավորվի ենթադրենք հետևյալ կերպ։ B11, որտեղ B8-ն է եկել, հետո տեսել է որ B-ից էլի կա, B3 ա եղել ու պետքա դա դարձնի արդեն թիվ։ Շատ լավ, անցնենք խնդրի իրականացմանը։ Նախ եւ առաջ եկեք այս string-ը հայտարարենք, գրենք string հավասար է ու միասին լցնենք ինչ որ արժեքներով։ Եկեք ես double check-երի մեջ գրեմ, ուրեմն գրենք հետևյալը։ Ոնց վերևում է թեկուզ գրած A4, հետո B8 P ուրեմն 6 H18 հետո գալիս է bin 3-ով եւ ինչ որ թին, որը 5-ով։ Ունենք այս string-ը ենթադրենք, սա կարող ենք էլի շարունակենք կամ կարծրագրի աշխատանքի ընթացքում որոշվի, ոնց ճիշտ է գտնում կամ հարմար է աշխատելու համար։ Հիմա ինչ եմ առաջարկում անել, եկեք այս string-ից նախ ստանանք մի հատ list։ List-ը ստանանք ըստ ստորակետների բաժանված։ Ուրեմն ինչի ստորակետների բաժանված։ Տեսեք, այստեղ ունենք երկնիշ թիվ։ Մենք չենք կարող ըստ սիմվոլների գործ անենք, որտեղ այս երկնիշ թիվը 18 է։ Մենք 1 եւ 8 առանձին սիմվոլների համադրություն է։ Եթե հանկարծ միահատիկ սիմվոլներով գործ անենք, ապա երկնիշ թվերի հետ խզում կունենանք։ Երկնիշ թվերը կաղավաղվեն, խնդիր կլինի։ Դրա համար եկեք ըստ ստորակետների այն բաժանենք։ Իսկ ստորակետներին բաժանելու համար ուրեմն վարվենք հետևյալ կերպ։ Դու կարող գրենք, որ մեր string-ը կամ string list sense գրեմ, որտեղ list ենք ըստ էության ստանում string list-ը ինքը հավասար է, ուրեմն մեր string-ի վրա կիրառած split-ը ըստ ստորակետի։ Ուրեմն ըստ ստորակետի եւ split ենք անում, ապա ինքը ստանում է սրանից list, ստորակետները արդեն դառնում է դրանց բաժանումը։ Այսինքն եթե ես հիմա print անեմ string list-ը, ապա էկրանին տեսնելու եմ այս հաջորդականությունը առանց ստորակետների ամեն մեկը մի հատիկ տար լինի, այսինքն 5 տարա լինել, այստեղ ուշադրություն դարձրեք 18 առանձին մի հատ տարա լինելու, եկեք աշխատացնենք, տեսնենք։ Սա առաջին անգամ եմ ստեղ կոդ գրում, այսօր բացել եմ, դրա համար մի քիչ երկար է աշխատելու։ Ինքը հեսա կբացի։ Ուրեմն հաջորդիվ ինչ ենք անելու։ Տեսեք, այն ինչ որ մենք ուզում ենք։ Հիմա ունեցանք սա, այստեղ մի հատ ուշադրություն դարձնենք հետևյալը։ Գալիս է տար, սիմվոլ, տար, սիմվոլ, տար, սիմվոլ, տար, սիմվոլ, այդպես շարունակ։ Եթե ինդեքսավորումով նայենք, տեսեք, զույգ կենտ, զույգ կենտ, զույգ կենտ, զույգ կենտ եւ այդպես շարունակ։ Այսինքն տարի ինդեքսները դրանք զույգեր են, իսկ թվերինը կենտեր։ Եկեք մի հատ այտենց ստանենք։ Աշխատենք այնպես, որ մի հատ առանձին ստանամ տառերը, մի հատ առանձին ստանամ սիմվոլները մեր string list-ից։ Ոնց դա կարանք անենք։ Ուրեմն օգտվենք for-ից։ For in range, ուրեմն range-ը սկսում է 0-ից, գնում է մինչև len string list-ի չափով թող պատտվի եւ ամեն անգամ երկուսով է jump անում, որովհետեւ մեզ մենակ զույգերն է պետք։ Նայեք, in 0-ից հասնում ինքը զույգ է տալու ըստ էության։ Եվ հիմա եթե print անեմ string list-ի իորդ տարը, string list-ի իորդ տարը, այստեղ end-ն էլ փոխանցեմ իրեն space, որ ամեն մեկը բանանի առանձին տողում չտպի, space-ով տպի։ Հիմա տեսեք, սա կտեսնենք, որովհետև այստեղ այդ print եմ անում եւ տեսա մենակ տառերը նաեւ։ Տեսեք, մենակ տառերը տեսա։ Հիմա եթե ես այստեղ պլյուս անեմ i, տպեմ i + 1, այսինքն սպեցիալից տպում եմ մենակ կենտերը, ապա այդ դեպքում մենակ թվերն եմ տեսնելու։ Ահա։ Հետաքրքիր, մենք ստացանք համառանձին տառերը, համառանձին թվերը։ Հիմա մեզ մնում է այդ ամենը dictionary մեջ հավաքել։ Ոնց ենք դա հավաքում։ Նախ եւ առաջ եկեք մի հատ մեր result-ը ստեղծենք։ Result կարող գրենք dictionary, որը ի սկզբանե դատարկ է։ Ու այստեղ ուրեմն ամեն անգամ այս սրա մեջ ստուգում եմ անում։ Եթե իմ այդ սիմվոլը, որը որ ես դիտարկում եմ, dictionary-ում չկա, այսինքն ես դիտարկելու եմ տառերը, չէ՞, որպես keyword։ Այսինքն եթե string list in այս տարը kin բանալի չկա
նու բան կա in my result dictionary, այսինքն եթե կա, այդ դեպքում ուրիշ բան եմ անելու, հեսա կհասկանանք, հակառակ դեպքում ուրիշ բան, հակառակ դեպքում նշանակում է չկա։ Եթե չկա, այդ դեպքում պետք է իրան ավելացնենք։ Ավելացումը կանենք հետևյալ կերպ, հա, այսինքն կա եւ չկա դեպքն է, ուրիշ դեպք հնարավոր չի։ Ոնց ենք եթե չկա, այդ դեպքում պետք է ավելացնենք։ Իսկ ավելացումը շատ պարզ է, դա գրվում է հետևյալ կերպ, result-ի մեջ, result dict-ի։ Ուրեմն string in հանդիսանալու է իր համար բանալի, այսինքն այստեղ այս քառակուսի մեջ գրելու եմ այս string in, որը տառ է։ Այս եկեք կոպիանում սա։ Այս այն գրում այստեղ։ Սա հավասար է լինելու string list-ի i+1-ին, այստեղ i+1-ին, որը թիվ է, i+1-ը թիվ է, բայց սա պետք է int հանեմ։ Քաս տարած int-ի, որտեվ ինքը ամեն դեպքում որպես սիմվոլ է պահված մեր լիստի մեջ, տեսեք, այստեղ սրանք սա այս լիստի մեջ սիմվոլներ են, այստեղ եթե նայեք, 18-ը սիմվոլ է։ Սա պետք է թիվ սարքեմ։ Սա եթե չկա, իսկ ինչ եթե կա։ Եթե կա, ապա այդ դեպքում պետք է value-ն գումարեմ իմ ստացված թվային արժեքով, այսինքն result dictionary string in այս key-ով արը որ վերցնում եմ, այսա։ Սրա value-ն ինքը ինձ տալու է value, չէ, որտեղ նայեք string in ինքը տալիս է տառ։ Այսինքն բան dictionary-ի համար հանդիսանում է ինքը index, հա, ըստ էության սա տալիս է թիվ, որովհետև կա string-ի որ տառը կա թիվ է տալիս։ Ապա այս թվին ես պետք է գումարեմ իր նախկին արժեքը, այսինքն պլյուս հավասար կամ եկեք գրեմ հավասար է, սա գումարած արդեն բան int դարձած string list i+1-ը։ Այ այսպես։ Հիմա եկեք աշխատացնենք սա ու ավելի մանրամասը միասին հասկանանք։ Ինչ խնդիր կա, այստեղ չեմ հասկանում։ Հա, սա պետք է տպան անեմ։ Print ենք անում result dictionary-ին։ Տեսեք, result dictionary-ին տպեց ու ճիշտ պատասխանով ինքը տպեց։ B11։ Հիմա ոնց է այս աշխատում, եկեք հասկանանք, հա։ Երբ չկա ավելացնում է, ինձ թվում է սա պարզ է։ Օրինակ, գալիս է an ու 4-ն է, չէ՞ տենում։ Ուրեմն string list-ին կտա an, այս int-ով եք ստանանք 4-ը։ Եվ ինքը այս զույգը ստացավ, սա ավելացեց։ Հիմա տենում է B8-ը, B8-ն է նույն ձև ավելացնում, հետո գալիս է տենում է ինչ, մի հատ է B3 կա։ Այսինքն B-ն, նայեք, այստեղ այդ ենք ստուգում string in B-ն է, B-ն կա result dictionary-ում։ Այո, կա, միջև հետ ես ավելացրեմ, տեսեք, այս B-ն եմ, որ երբ ստուգում, արդեն դրանից առաջ այս B-ն կա, այսինքն ավելացում եղել է։ Ապա այդ դեպքում, ուրեմն result dictionary string իր տարը, այսինքն այս զույգի համար վերցնում է այստեղ դրա value-ն, այսինքն վերցնում է այս value-ն, նայեք ինքը ձևավորել է միջև հետ B8-ը, վերցրեց այսքանով 8-ը։ Այսքանով վերցնում է int-ա դարձնում նոր եկած զույգի համար, այսինքն B3-ը, այս նոր զույգն է, չէ՞, այս 3-ն է վերցնում int-ա դարձնում, 3-ը գումարվում է 8-ի հետ, 11-ը ստանում եւ 11-ը գցում է արդեն նոր զույգի մեջ, այսինքն զույգ եք ստանում։ Եվ արդյունքում արդեն ստանում ենք այն, ինչ որ մենք ուզում ենք։ Վերջ ընկերներ, այսքան այս խնդրի համար, եթե հարցեր կունենաք մեկնաբանության դաշտում գրեք, սիրով պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին, չմոռանաք բաժանորդագրվել YouTube-յան ալիքին, տարածել վիդեոկուրսերը, որպեսզի կարողանանք ավելի շատ մարդկանց օգտակար լինել։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք, լավ մնացեք։